Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել։ Հիշեցնեմ, որ այսօր հոկտեմբերի 31-ն է, օրը ուրբաթ եւ ամբողջ աշխարհը նշում է խնայողության միջազգային օրը։ Ու այսօրը մենք չէինք կարող բաց թողնել եւ չխոսել խնայողության փողի նկատմամբ մեր վարքագծի մասին մասնագետի հետ։ Տաղավարում է հոգեբան, հոգեթերապևտ Մարինա Մնացականյանը։ Բարի լույս։ Ողջույն ջան։ Շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար եւ սկսենք սկզբից։ Ինչով է պայմանավորված մեր վերաբերմունքը փողի նկատմամբ եւ առանձնահատուկ է յուրաքանչյուրիս մոտ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, Մանե ջան։ Տեսեք, իրականում փողը շատ մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր մարդու հոգեբանության վրա, հոգեկան ապրումների վրա, որովհետեւ ի սկզբանե պետք է հասկանանք փողի առկայությունը ինչա տալիս մարդուն։ Հա, որպես այդպեսին մտածենք միասին, եթե մարդ ունի գումար, ինչպես է մարդը իրեն զգում։ Բնականաբար զգում է բավարարված, ապահոված, չէ, հանգիստ, անվտանգ, ինքնավստահ։ Բնականաբար եթե գումար կա, մարդը իրեն հանգիստ է զգում, իսկ եթե գումարի հոսքը կանգ է առնում մարդու համար, կարդու կյանքում, բնականաբար հակառակ էֆեկտն ենք ստանում։ Մարդը սկսում է տագնապել, անհանգստանալ, լարվել, եւ անգամ ես շատ նկատել եմ, որ մարդիկ սկսում են զգալ ամոթ, այսինքն ամոթ, որ ես փող չեմ աշխատում, բա ինչ կմտածեն մարդիկ, միգուցե ես ինձ անպիտան զգամ, եթե ես գումար չունենամ, այսինքն իրոք փողը հիմա ունի շատ մեծ ազդեցություն մեր հոգեբանության վրա եւ ամեն մարդ յուրովի է վերաբերվում փողին, իսկ դա արդեն գալիս է շատ վաղ տարիներից, այսպես ասած, ինչպես յուրաքանչյուր հոգեբան, ամեն ինչ տանում ենք մանկություն։ Այո, մանկությունից է գալի, որովհետև տեսեք, մենք բոլորս էլ փոքր տարիքից ուզենք չուզենք լսում ենք որոշակի արտահայտություններ, չէ՞, փողի վերաբերյալ։ Փողի հետ կապված։ Հա, այսինքն լսում ենք արտահայտություններ, տեսնում ենք որոշակի վերաբերմունք փողի նկատմամբ, ունենում ենք տարբեր ընտանեկան կենցաղային պայմաններ, հա, եւ այդ ամեն ինչից ունենում ենք հստակ համոզմունքներ փողի վերաբերյալ։ Ամեն մարդու մոտ իրենք տարբեր են լինում։ Պատկերացնենք մարդ, երեխա, ով փոքր տարիքից, Մանե ջան, իր կողքը լսել է արտահայտություն, ոչ թե հատուկ երեխային են ասում, այլ ընդհանուր տանը լսել է, հա, արտահայտությունը, որ ենթադրենք փողը վատ բան է, փողը կեղտ է, մարդիկ շատ փող չեն կարող աշխատեն, եթե ուզում ես շատ փող, պիտի տառապես, եթե ունես շատ փող, ուրեմն դու վատ մարդ ես։ Ինչ որ այսպիսի նեգատիվ համոզմունքներ, որոնք երեխաները փոքրուց լսում են եւ իհարկե այդ ամեն ինչը տարիներ շարունակ մնում է երեխայի ենթագիտակցության շերտերից որևէ շերտում։ Ես դրան ասում եմ որպես փոքրիկ խավարասեր, մնում է շերտերում, բախկվում է, հետո արթնանում է եւ տարիներ անց իր չար գործն անում է։ Այսինքն եթե նույն մարդը հետագան մեծանում է, կայանում է որպես հասուն անձ, փորձում է նաև ֆինանսապես կայանալ, մարդու մոտ շատ դժվար է դա ստացվում։ Ու այնպես չի, որ մարդը ոչինչ չի անում։ Իհարկե աշխատում են, հավաքում են գումար եւ քանի որ խոսում ենք խնայողությունից, մենք հասկացանք, որ փողի նկատմամբ մեր վերաբերմունքը կարող է առաջացնել թե հոգեբանական խնդիրներ, թե դրանից բխող երբեմն նաեւ ֆիզիկական առողջությանը կարող է վնաս պատճառել, նույն տարբեր ստրեսների արդյունքում առաջացած այս կամ այն հիվանդությունը, բայց բնավորության առումով ինչ փոփոխություններ կարող է ունենալ մարդը փողի նկատմամբ վերաբերմունքից, երբ նրան անդադար խորհուրդ են տալիս այս կամ այն բանը անել, այս կամ այն վերաբերմունք ունենալ։ Օրինակ շատ խնայել կամ առատ ծախսել իր ունեցածը։ Բնավորության հետ կապված Մանե ջան շատ լավ հարց էր, իրականում տեսեք, ես չեմ կարծում, որ փողը կարող է որպես այդպիսին բնավորությունը մարդու փոխել, որովհետև բնավորությունը մեր ծնված օրվանից արդեն կա, հիմք դրված որպես ծրագիր, բայց մտածում եմ, որ փողի առկայությունը կարող է ազդել լավ իմաստով իհարկե ցույց տալ մարդու որոշակի հատկանիշներ, այսինքն լավացնել որոշակի հատկանիշներ, այսինքն եթե դու շռայլ մարդ ես քո էությամբ, ենթադրենք բարի մարդ ես քո էությամբ, բնականաբար փողի առկայությունը քեզ թույլ կտա քո այդ մարդկային հատկանիշները ավելի զարգացնել։ Իսկ եթե դու քո էությամբ ենթադրենք տագնապային մարդ ես, լարված մարդ ես, վախերով մարդ ես, հա, բնականաբար այս դեպքում էլ փողի առկայությունը ուժեղացնում է քո վախերը։
Հակառակը։ Երբ հասկանանք, որ մեզ մոտ ոչ թե սովորական եւ ֆինանսական գրագիտությանը տանող խնայողություններն են, երբ գիտենք, թե օրինակ մեր աշխատանքի քանի տոկոսը պետք է աշխատավարձի ծախսենք, այլ եկամուտներից ինչքան է պետք է խնայենք, այլ դա հասնում է հիվանդագին աստիճանի, երբ սկսում են ծախսերի մեջ ժլատություն անել, որպեսզի ունենան խնայողություն, այլ կերպ նրանք բնութագրում են այդ տեսակի մարդիկ շատ հաճախ ասում են, որ դա այդ խնայողությունը իրենց անվտանգության բարձիկներն են։ Երբ հասկանալ, որ այստեղ արդեն խնդիր կա խնայողության հետ։ Տեսեք, Մանա ջան, այստեղ երկու ֆակտոր կա, որ կարող են քննարկել՝ շատ ծախսելը, անիմաստ շատ ծախսելը, անիմաստ գնումներ կատարելը։ Այո, եւ հակառակ շատ խնայելը։ Ամեն ինչը ճիշտ է, ունի սահման։ Եթե մենք շատ ծախսում ենք, մենք պետք է հասկանանք, եթե մենք ունենք 10 գրիչ եւ ես պատվիրում եմ եւս 20-ը, ինչի համար եմ դա պատվիրում։ Հիմնականում մենք շատ ծախսելով փակում ենք որևիցե մի բաց մեր ներսում որպես օրենք, որպես կանոն, այսինքն մարդը իր ներսում ունի որոշակի ցավ, որոշակի տրավմատիզացված մաս, բաց, որը որ գնումներ կատարելով շատ հաճախ փակում է։ Ինչու, որովհետև փոքրիկ գնումներ կատարելը մեզ տալիս է կարճաժամկետ հաճույքի զգացողություն։ Իհարկե, դրա համար, երբ որ մենք անում ենք հաճախ գնումներ, մենք փակում ու կոծկում ենք մեր ցավը մեր ներսի, մեզ տալով կարճաժամկետ հաճույք։ Իսկ խնայելը արդեն գալիս է մարդու մոտ վախի զգացողությունից, դա եւս պետք է դիտարկել, որ մարդը միգուցե ապրել է շատ ծանր կյանք, չի ունեցել ընդհանրապես գումար, շատ հաճախ ես կապում եմ սա վերահսկողությունը կորցնելու հետ, բազային անվտանգության հետ, երբ որ մարդը ապրում է, ես ավելի շուտ կասեի գոյատևում է, ոչ թե ապրում է այս դեպքում, վախերի մեջ, որ բա որ ամեն ինչ կորցնեմ, բա որ մի օր այդ վատ օրը գա, բա որ այդ սև օրը գա, բա ես ինչ եմ ունենալու, բա ես ինչ եմ անելու։ Ու շատ հաճախ հենց խնայողություններ, մասնավորապես շատ խնայողություններ անող մարդիկ ասում են սև օրվա համար, եւ չեն ասում որևէ լավ դրական նպատակով, օրինակ հավաքում եմ այս գումարը, որ ձեռք բերեմ այսինչ մեծ գնումը կատարեմ ինձ համար, դա նաեւ հոգեբանական խնդիր է, երբ մենք անդադար գումարը խնայում ենք սև օրվա վատ պահերի, տխուր պահերի համար։ Գիտեք ոնց Մանե ջան, ես այսպես ասեմ, այդ սև օրվա միտքը, կուլտուրան մեզ մոտ գալիս է էլի շատ վաղ ժամանակվանից, ինձ երևի հիմա կհասկանան մարդիկ, ովքեր Սովետ միության ժամանակ են ապրել, հա, ովքեր որ ծանր կյանք են տեսել, բարդ կյանք են տեսել, ովքեր սնվել են փոքր չափաբաժիններով, ովքեր ֆինանսիեր չեն ունեցել կամ շատ քիչ են ունեցել։ Եվ ամենից սահմանափակ է եղել։ Սահմանափակ է եղել, այո, իհարկե, եւ դրա համար ոնց որ մարդիկ անընդհատ վախի մեջ են ապրում, որովհետև փողը իրականում նման մարդկանց, հա, խնայող, գերխնայող մարդկանց փողը տալիս է ապահովություն։ Երբ որ այդ փողը չկա, մարդը զգում է իրեն անապահով, որը հետագայում իհարկե կարաբերի մարդու մոտ, ինչպես արդեն դուք նշեցիք, Մանա ջան, ստրեսի, անդադար ստրեսը բերում է արդեն քրոնիկ վիճակի, քրոնիկ վիճակը բերում է անքնության, անընդհատ լարվածության, մկաների լարվածության եւ մարդը գեր մտածողության մեջ տառապում է։ Ամեն օր բա ես ինչ եմ անելու, բա ոնց եմ անելու։ Բա որ եթե ես հիմա չխնայեմ, բա հետո որ սև օրը գա ինչ եմ անելու, մենք անդադար սպասում ենք այդ սև օրվան։ Այս դեպքում, երբ մարդը անհատական կերպով խնայում կամ առատ շռայլ ծախսում է, դա իր անձնական խնդիրն է եւ իր փոքրիկ խավարասերների հետ շարունակում է ապրել, եթե չի ուզում տալ լուծումը, բայց շատ հաճախ նաեւ վերջին շրջանում կատարածված կարծիք հենց ֆինանսական անկախությունն է դառնում պատճառ բաժանությունների, ինչը տեղի ունենում ընտանիքում, երբ զույգերից մեկը խնայող է, մյուսը շատ շռայլ ծախսող։ Ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչպես լուծեն այս հարցը ընտանիքում, որպեսզի հարցը չբարթանա եւ չհասնի մինչեւ ամուսնալուծություններ։ Տեսեք, իրականում դեռ այդպիսի փորձ կա արած դեռ շատ վաղուց, Մանա ջան, որ ընտանիքում, այսինքն անպայման չի ընտանիքում, բայց կանայք իրենց էությամբ ավելի խնայող են, քան տղամարդիկ։ Եվ դա բնութագրվում է այնպես, որ տղամարդը ինքնին շատ ռիսկային մարդ է։ Ծախսող մարդ է, գնացող մարդ է, ռիսկի դիմող մարդ է։ Կինը ավելի շատ պատասխանատու է այդ ապահովության, հանգստի, խնայելու, որպեսզի ինքը լինի հանգիստ։ Այստեղ ոնց որ նաև կին տղամարդ բախումն է առաջանում, հա, անգիտակցական էլ, այս ամեն ինչը գիտակցված չի։ Դրա համար կարծում եմ, որ ամենաճիշտ միջոցը դա
խոսելն է, ինչպես բոլոր իրավիճակներում, զրուցել, հասկանալ տան իրավիճակը ենթադրենք, թե մենք ինչ իրավիճակում ենք հիմա ապրում, ինչա մեզ պետք, ինչքան կարելի է խնել, ինչպես ֆինանսների օրենքն ասում է ամեն քո աշխատավարձից պետքա 10% պահել, ենթադրենք, դա չնչին ամենաչնչին քանակն է։ Հիմա ամեն մարդիկ տարբեր են, մեկը 10%, մեկը 20%, ով ինչքան կարող է, բայց ընտանիքում կարծում եմ ամենակարևորը դրա մասին խոսալն է, հարցը բարձրաձայնելն է։ Ինչպես կարող ենք միասին անել, կարիքները խոսել։ Մենք ինչի կարիք ունենք։ Եվ ինչ նպատակներ։ Այո, ինչ կարիք, ինչ նպատակ, եթե նպատակ կա, չգիտեմ, տարվա վերջում գնալ հանգստի, ինչի համար հիմա վատնել այսքան գումար։ Կարիքները պետքա վերհանել եւ փորձել դրա մասին զրուցել, անկեղծ։ Ու հիմա եթե մեզ հետևում են մարդիկ, որոնք ունեն այս կամ այն խնդիրը, իհարկե մենք հաճախ խորհուրդ ենք տալիս նմանատիպ խնդիրները լուծել մասնագետների օգնությամբ, բայց երբ խորհուրդ կտաք երեխաներին սովորեցնել ֆինանսական գրագիտություն, որ տարիքից պետք է հոգեբանորեն արդեն երեխան պատրաստ է, նաև իր վերաբերմունք ունենալ փողի նկատմամբ։ Մանե ջան, ամենափոքրուց, այսինքն պետքա առողջ խոսակցություն տանել փողի վերաբերյալ, չտալ երեխային սխալ համոզմունքներ փողի վերաբերյալ, որովհետև ուզի երեխան թե չուզի դա մնալու է իր մեջ։ Այսինքն եթե ենթադրենք մենք երեխային սովորացնում ենք, որ փողը դա արժեք չի, փողը դա գործիք է, որը դու կարող ես օգտագործել ի օգուտ քո նպատակների եւ ցանկությունների, բայց դա արժեք չի եւ դա երբեք որպես մարդ արժեք քեզ չի ներկայացնելու, այսինքն եթե ես հիմա գումար չունեմ, ուրեմն ես վատն եմ։ Եթե քիչ եմ աշխատում, ուրեմն անպիտան եմ։ Որպեսզի երեխան իրան այդպես չզգա, ուղղակի պետքա փորձել մոտավորապես երևի 7-8 տարեկանից, երբ որ երեխան արդեն դպրոց է հաճախում, հա, փողի մասին զրույցները տանել գրագետ կերպով։ Այսինքն չտալ անառողջ համոզմունքներ երեխային, հա, փողի վերաբերել, սովորեցնել, որ ամենակարևորը կարծում եմ իմ համար, ամենակարևորը, որ երեխան երբեք իր անձի կարևորությունը չկապի գումարի հետ։ Շնորհակալություն անչափ, հետաքրքիր ու կարևոր խորհուրդների համար, շնորհակալ եմ։ Եվ թեման իհարկե շատ լայն է ու կարելի է անդադար խոսել, քննարկել, որովհետև յուրաքանչյուրիս հետ առնչվող խնդիր է, բայց հուսանք կրկին առիթ կլինի։ Շնորհակալություն։ Իսկ մենք, սիրելիներ, շարժվենք առաջ։